Մալիբու այգի Մալիբու այգին գտնվում է Երևանի կենտրոն-վարչական շրջանում Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջանկյալ հատվածում, այն այլ կերպ անվանում են նաև Seasons Park։ Այն հանդիսանում է գլխավոր պողոտայի մի մասը և տասնամյակներ շարունակ եղել է քաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը։ Այգին սկսվում է Մաշտոցի պողոտայից (նախկին Մալիբու սրճարանի հարևանությամբ) և ձգվում մինչև Սարյան փողոց։ Այգին հայտնի է ժամանակակից շատրվաններով, լուսավորությամբ և հանգստի համար նախատեսված հարմարավետ գոտիներով։ Այն սիրված վայր է զբոսանքների և ժամանակ անցկացնելու համար։ Այստեղ են գտնվում կանաչ խոտից և թփերից պատրաստված մի շարք արձաններ, որոնք հայտնի են որպես տոպիարի արվեստ։ Այգիներին հաղորդում են հեքիաթային և յուրահատուկ տեսք։ Այս քանդակները կարող են լինել ինչպես բնական բույսերից խնամքով էդված, այնպես էլ արհեստական խոտածածկույթից պատրաստված։ Բնական տոպիարին ստեղծվում է կենդանի թփերի էդման միջոցով։ Այն պահանջում է տարիների համբերություն և մշտական խնամք։ Արհեստական խոտից արձանները պատրաստվում են մետաղական կմախքի վրա ամրացված բարձրորակ արհեստական սիզամարգից։ Դրանք միշտ կանաչ են և խնամքի կարիք չունեն։ Մամռապատ քանդակները քարե կամ կավե արձաններ են, որոնք պատված են բնական մամռով, ստեղծելով հնության և բնության հետ ձուլված լինելու զգացողություն։ Դինո պարկ Երևանի Դինո պարկը հաղթանակի զբոսայգում գործող թեմատիկ բացօթյա վայր է՝ շարժվող և ձայներ հանող դինոզավրերի մակետներով։ Այն ընտանեկան, ժամանցի հիանալի վայր է, որտեղ տեղադրված են հնադարյան հսկաների ինտերակտիվ ցուցանմուշներ։ Այգում հնարավոր է լուսանկարվել, դիտել դինոզավրերի շարժումները և վայելել բնությունը։ Այգում կան մոտ 40-ից ավել դինոներ՝ շարժական և ձայնային։ Դինո պարկը նման է իրական արկածի։ Հայաստանի միակ դինոպարկը, որն առաջարկում է իրականին մոտ շարժվող և ձայնային էֆեկտներով անիմատրոնիկ դինոզավրեր։ Օղակաձև այգի Երևան քաղաքի կառուցումը Թամանյանը փորձեց կատարել հենց այս օղակի շուրջ, որը հետագայում Օղակաձև այգի պիտի կոչվեր։ Այգու նախագիծը կյանքի կոչվեց 1960-ականներին, հսկայածավալ ծառատունկ իրականացվեց ու տարածքը հարստացավ կարևոր հուշարձաններով։ Երևանցիները գոհ էին։ 1964 թվականին կառուցվեց առագաստ սրճարան «Նավը» (Պապլավոկը), որտեղ մարդիկ գալիս էին ոչ թե սնվելու, այլ զրուցելու համար։ Ավանդույթ կար՝ Պապլավոկ եկող յուրաքանչյուր ոք իր հետ մի լուր պետք է բերեր։ Այգու հատակագիծը տարիների ընթացքում կորցրեց օղակի ձևը, իսկ 2005 թվականին վերանվանվեց երիտասարդության զբոսայգու։ Ի սկզբանե թամանյանական նախագիծը նախատեսել էր 1200 հեկտար տարածք այգու կառուցման համար, սակայն կառուցման փուլում այն էապես կրճատվեց մինչև 1,6 հեկտար։ Ըստ Թամանյանի 1924 թվականի նախնական հատակագծի այգին պիտի երի ձեր ողջ փոքր կենտրոնը։ Թամանյանը Երևանը ցանկանում էր դարձնել քաղաք-այգի։ Շենքերը կարող էին լինել միայն 3-ից 4 հարկանի, փողոցները՝ նեղլիկ, իսկ վարչական տարածքները միմյանցից առանձնանային հստակ ընդգծված կանաչ գոտիներով։ Վահագն Դավթյանի անվան այգի գտնվում է Արաբկիր վարչական շրջանում Կոմիտասի պողոտայի և Նայիրի Զարյան փողոցի միջև ընկած տարածքում, Արաբկիրի համայնքապետարանի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց։ Երևանցիների շրջանում հայտնի է Պրահայի այգի անվամբ՝ կապված խորհրդային տարիներին այստեղ գտնվող Պրահա հյուրանոցի հետ։ 2000 թվականներից կրում է հայ բանաստեղծ Վահագն Դավթյանի անունը։ Բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրով։ Շինարարական աշխատանքների ընթացքում կառուցվել են թեքահարթակներ, վերատեղադրվել են անցուղիների սալիկներն ու եզրաքարերը, ստեղծվել են ծաղկանոցներ, սիզամարգեր։ 2008 թվականին տեղադրվել է «Սասնա Ծռեր», «Ծովինարը», «Սանասարի» և «Բաղդասարի» հետ շատրվան հուշարձանը, որի հեղինակն է Ֆլորենցիայում բնակվող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։ Շողակաթի զբոսայգի գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում Հովսեփյան փողոցի հասցեում։ Հիմնադրվել է 1980-ական թվականներին։ Ամբողջովին վերանորոգվել է 2012 թվականին։ Նախագիծն իրականացել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծագործական ծրագրերի շնորհիվ։
Համալիր բարենորոգման շրջանակներում վերանորոգվել և վերագործարկվել են շատրվանները, փոխվել են անցուղիների եզրաքարերն ու սալիկները, տեղադրվել են նոր նստարաններ, գեղեցիկ քանդակներ։ 2023 թվականին տեղադրվել է մեծ դաշնամուր, որը նվագում են ոտքերով։ Շողակաց զբոսայգին համայնքի բնակիչների հանգստի սիրված վայրերից մեկն է։ Այստեղ է գտնվում հայաստանյաց առաքելական եկեղեցու շողակաթ հեռուստաընկերությունը, որտեղից էլ այգին ստացել է իր անունը։ Սուրբ Ընտանիք այգի։ Սուրբ Ընտանիք հուշարձան Երևանի Ավան վարչական շրջանի Ավան առիթ թաղամասում, տեղադրվել է 1987 թվականին, քանդակագործն է Գևորգ Գևորգյանը։ Հուշարձանը տեղադրվել է Ավան առինջի ընտանիք զբոսայգում, հուշարձանի նյութը պղինձ է, քանդակում կերտված է ընտանիք։ Մանկական երկաթուղի։ Մանկական երկաթուղային այգին Հրազդանի կիրճի ամենագեղեցիկ հատվածներից մեկն է։ Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թվականին առաջ է քաշել Աղասիլ Խանջյանը։ Երկաթուղին կառուցվել է 1943 թվականին։ Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։ Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից, կրկին Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։ Մանկական երկաթուղիները եզակի երևույթ էին, որոնք ԽՍՀՄ անդամ երկրներում գործում էին որպես ուսումնական հաստատություններ, որտեղ երիտասարդ ուսանողը սովորում էր երկաթուղային տարբեր մասնագիտություններ։ Այգու այցելուները տարվա տաք եղանակին կարող են նստել գնացք և կարճ զբոսանք կատարել Հրազդանի կիրճում, անցնելով մոտ 600 մետր և վերադառնալ սկզբնակետ։ Այս ուղին յուրօրինակ հայացք է խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանի կյանքին։ Այս վայրը սիրված է հատկապես երեխաների շրջանում։ Այստեղ բացի բազմամյա այգուց կան նաև մանկական ժամանցի և միջոցառումների անցկացման համար այլ միջոցներ։